Հակոբ ուշանում է։ Ադե լավ է, լավ է։ Չես մրսում ա։ Է, ախպեր, ենքան սպասեցիք են մրսել կրնի։ Բարև ձեզ, ողջույն Ոստան, ողջույն Մելիք ջան, բրվեցավը տանան, Գուրգեր Մնացականյան, Մախտեր ջան, ինչ կա, ոնց եք, լավ եք, Հակոբ ջան, հա, Ոստան, ինչու ժամանակ ինչ ես գալի։ Ոստան, փոխանցման տուփը արկելա փակվել էր։ Աշկդ լույս ասպերը։ Ոստան, ասում եմ, լավ բան ասում։ ասում եմ, ավտոյի սկորուստը սեկրետ էր ընկե, Ոստան։ Ինչ կա դրեք, սկսենք։ Սկսենք Հակոբ ջան։ Ուգո մի հատ էսի պահի։ Ողջույն, երևի դուք նրան ճանաչեցիք, Հակոբ Հակոբյանն է, իսկ դուք դիտում եք նոր նմանը չունեցող ծրագիր, որը կոչվում է Բարդեր, միակ ծրագիրը հայկական հեռուստաշուկայում, որը հնարավորություն կտա ձեզ առանց տանից դուրս գալու և գումար ծախսելու ձեր տան 5 կենցաղային տեխնիկան փոխարինել նորով։ Չեք հավատում, տեսնում եք այս մեքենան, սրա մեջ գտնվում է բազմատեսակ նորագույն կենցաղային տեխնիկա, որոնցից յուրաքանչյուրը սպասում է իր հաջողակ տիրոջը։ Իսկ դրանցից մի քանիսը ձեռք բերելու համար դուք ընդամենը պետք է ճիշտ պատասխանեք մեր մի քանի հարցերին, որոնք իդեպ այդքան էլ բարդ չեն։ Դե ինչ, հետաքրքրեց, ուրեմն պատրաստվեք, որովհետև մենք կարող ենք գալ հենց ձեր տուն։ Լավ էր։ Ոստան ջան լավ էր։ Ապրես Ոստան ջան։ Ժողովուրդ դե լավ էր, ուրեմն անցանք առաջ։ Ոստան։ Գնացինք։ Ոնց եք։ Շարժվեցինք։ Ոստան։ Ինչ է, Մելիք ջան, շարժվեք։ Մելիք ջան, նկատում եմ շենք։ Ես ինչ եք կանգնել։ Մելիք ջան, ինչի ենք կանգնել։ Ոստան, դու իրա լեզուն լավ ես հասկանում, մի հատ կհարցնես, ինչի ենք կանգնել։ Ասում է բենզինն ապրծե Հակոբ ջան։ Ոնց թե բենզինն ապրծել։ Ոնց թե բենզինն ապրծել, ինչ բենզին ապրծել։ Ասում է մեքենա է։ Իսկ ով պետք է գնար բենզալացակայան, Ոստան։ Ես։ Ոնց չեմ սիրում ես անպարտա ճանաչ մարդկանց։ Ուրեմն տես ինչ ես անում, Ոստան։ Զոռ ես տալիս ուղեղիդ ու ոնց ուզում ես արա։ Այդ մարդիկ մեզ են սպասում, մենք պետք է շուտ հասնենք այնտեղ։ Հասկացար, Ոստան։ Լավ Հակոբ ջան։ Դե գնացինք։ Հասանք, այսօր մենք հյուրընկալվելու ենք շատ հայտնի ու շատ սիրված մարդկանց տուն և փորձելու ենք նրանց տան 5 կենցաղային տեխնիկան փոխարինել նորով։ Կլինի դա այդպես թե ոչ, իմանալ մնալով մեզ հետ։ Գնացինք։ Ինձ ճանաչում են, չէ ճանաչում։ Վերելակել չկա։ Եզանշանակում ենք ամենավատը, որ մենք շատ ենք վարցին այդոստան Հիմա կա սա կեզ համար նախավարժանք է, մինչև ամեն ինչ սկսել
Եմ ահա հնարարը որտեղ բնակվում են նրանք դիպչել ես տարանը մենք չև թակել այն գնացինք ոստան թակիր դուրը այնպես ինչպես դու անում ես սովորաբար շատ նախանալու ես իսկ մերը պետք է ամասս դու Բացեց երեկույթ չոր Բարև ձեզ, ինչպես եք։ Համեցեք ոստան ջան, համեցեք։ Շունիկը չի հաչում, երևի լավ մարդիկ են։ Ոչ միայն լավ մարդիկ ենք, ինչպես դուք ասացիք, մենք նաև եկել ենք շատ լավ առաջարկով։ Կորիշի մեղր կուզեք, անարատ տնական մեղրա։ Մենք առաջարկում ենք ձեզ փոխարինել ձեր տան 5 կենցաղային տեխնիկան նորով։ Որովհետև միշտ վատ ուներ եմ ասում, մանավանդ Ինքը ոստանը։ ոստանը շատ ուրախ է։ Ոստանը մեզ կօգնի այսօր ծրագրի ընթացքում տանելու, բերելու եւ առհասարակ մեր ծրագրի շատ կարևոր Այդպես տղամարդ չկա, ծանր գործերը, մի քիչ ծանր գործերը մենք կօգնենք, չէ՞ մեզ։ Իսկ ուր է հիմին։ Ու միանգամից դադամ։ Դադամ։ Ողջույն։ Բարև եկեք։ Ոնց եք։ Ոստան։ Ոստան ջան, ես գիտեմ, որ դու նրան շատ ես սիրում, Էմմի։ Եվ նրա շունը։ Եվ նրա շունիկը։ Եվ այստեղ Նադյուշ։ Ահա, Նադեժդա Սարգսյանը փոքրի։ Նադեժդա, կգաս մեզ մոտ։ Բարև, ոնց ես։ Արի։ Ուզում եմ այսպես ընցնայեմ ձեզ երեքից և միանգամից ասեմ, որ մենք եկել ենք, Նադեժդա, այո։ Երկու շիկահեր և երկու Նադեժդա Սարգսյանը։ Եվ մեկ շիկահեր այստեղ, շիկահերները գերիշխում են պաստորեն։ Եվ ես միանգամից ասում եմ ձեզ, մենք եկել ենք, որպեսզի փոխարինենք ձեր տան 5 կենցաղային տեխնիկան նորով։ Փոխանակում ենք, վերցնում ենք հինը եւ եթե դուք ճիշտ պատասխանեք մեր հարցերին, մենք ձեզ տալիս ենք նորը, բայց եթե դուք ճիշտ չեք պատասխանում մեր հարցերին, մենք տանում ենք եւ այո, ձերը տանում ենք եւ Հինը տանում եք, որ ոչինչ չեք տալիս։ Մերը տանելու է։ Էմա ես ինչ ես ատել։ Ես ինչ անես մասնակցում։ Բա ոչ չպատասխանում։ Հարցերն այնքան էլ բարդ չեն եւ հնարավորությունները հարցերի պատասխանելու շատ հեշտ են եւ ես վստահ եմ, որ դա ձեզ մոտ շատ լավ է ստացվելու եւ այն իրերը, որոնք մենք կորոշենք ընթացքում, դուք խաղարկեք ու կստանաք դրանց նորը։ Իսկ հինը ծառայելու է բարեգործության։ Այո, շատ լավ։ Այս դեպքում իսկապես արժի որ անապահով ընտանիքներ մարդիկ ովքեր մեկ նոր օրենք առաջարկել։ առաջարկել որպեսզի բարեգործությունը չլինի հին Գիտեք, օգտագործված, կարևորը այն աշխատող է, չէ՞։ Աշխատող է։ մեր որոնք մեզ համար է նախատեսված նորերը դրանք տանենք բարեգործության։ Ես ուրիշ բան ասում։ Չէ։ Իրանց ավելի լավ է այսպես այդ պատասխանենք, չպատասխանենք, այդ փոխանակումը լինի, որ հինը տանենք բարեգործության։ Մենք հինը տանելու ենք բարեգործության։ Այնուամենայնիվ դուք պատասխանեք հարցերին, թե չպատասխանեք։ Բայց այն հարցը նորը մենք թողնելու ենք, թե ոչ։ Լավ, համեցեք։ Ամեն դեպքում պատրաստ եք, կարող է փոշմանեցիք։ Հա, ես փոշմանել եմ։ Իսկ իրականում Իրականում ոչ։ Իրականում ոչ, այդ դեպքում ընտրում ենք մի հատ հարմար մի տեղ, որտեղ մենք նստում ենք ու սկսում ենք խաղալ։ Գնացինք։ Գնացինք։ Եվ ես առաջարկում եմ բացատրել ձեզ խաղի կանոնները, հա։ Սկսենք նրանից, որ խաղալու ենք 3 փուլ եւ խաղալու ենք փորձելու ենք փոխանակել 3 կենցաղային տեխնիկա։ Առաջին փուլ եւ 3 հարց։ 3 հարց, որոնցից պետք է ճիշտ պատասխանեք 2-ին։ 3 հեշտ հարց։ Կարծում եմ։ Առաջին փուլի համար մենք առաջարկում ենք ձեզ, որպեսզի դուք փոխարինեք ինչ-որ փոքր մի բան, հա, ոչ շատ թանկարժեք։ Այո։ Օրինակ, ինչ։ Օրինակ, ձեր տան հեռախոսը, հա։ Պետք չէ ձեզ այլ տան Դե հեռախոսը։ պետք է, բայց եթե դա բարեգործություն Նորն է պետք։ ծառայելու կարող է նաև գնալ բարեգործության։ Այսինքն նորն էլ պետք չէ։ Նորն էլ է պետք։ Նորն էլ է պետք։ Նորը պետք է, բայց Չէ, մենք ավելի մեծ նվերների համար կպայքարենք։ Մի խոսքով մենք խաղարկում ենք այս բջջային տան հեռախոսը։ Հա։ այո։ Ոստան։ Ոստան,
Բես նորը, որը մենք առաջարկում ենք այս հեռախոսի փոխարեն։ Վերջ, դուք էլ չունեք տան հեռախոս, որովհետև դուք այն ուղարկեցիք հենց նոր բարեգործության։ Բայց մենք հիմա կփորձենք տեսնել, թե ինչ ենք մենք առաջարկում ձեզ։ Ահա, մենք առաջարկում ենք ձեզ նորը տան հեռախոս։ Ահա։ Եվ ահա։ Okay. Դե հիմա դու ես պատասխանելու իմ հարցերին։ Եվ ես նորից հիշեցնում եմ, որ առաջին փուլում 3 հարց, որոնցից ճիշտ պետք է պատասխանեք 2-ին։ Դուք ունեք դրա համար ընդամենը 30 վայրկյան։ 30 վայրկյան։ Կարդում եմ հարցը։ Պատրաստ ես։ Պատրաստ եք։ Պատրաստ ես։ Ոչ։ Շատ լավ է։ Սկսեցինք։ Առաջին հարց, առաջին փուլում։ Ինչպես է Բարբի տիկնիկի ընկերոջ անունը։ Ժամանակ։ Քեն։ Մտածեք, մտածեք։ Դուք դեռ ունեք իդեպ ժամանակ մտածելու։ Իսկ եթե ժամանակից շուտ եք պատասխանում, հաջորդ հարցի ժամանակը մեզ չի անում։ Ոչ։ Դա ձեր վերջնական պատասխան։ Հակոբ չի անունը հաստատ։ Հակոբ չէ լինի հաստատ, որովհետև Հակոբ չէ լինի։ Որովհետև նա հայ չի։ Ահա, առաջին հերթին։ 28 վայրկյան եւ պատասխան իհարկե քեն չի, բայց քեն։ Շոկո, եթե շոկոն մի քիչ էլ խանգարի, կարելի է նրան էլ փոխանակել։ Ճիշտ պատասխանեցիք բնականաբար առաջին հարցին եւ հիմա երկրորդ հարցը առաջին փուլում։ Գնացինք։ Համաշխարհային համակարգչային ցանցի անվանումը։ Ժամանակ։ Բայց ո՞նց համաշխարհային։ Համաշխարհային համակարգչային ցանցի անվանումը։ Մի հատ բան անեմ։ Համացանցի Facebook։ Համաշխարհային համակարգչային ցանցի անվանումը։ Համաշխարհային ցանցի։ Երեխեք, մի հատ ռուսերեն թարգմանեք, էլի խնդրում եմ։ Վարկանը բան, բայց շուշուտ էլի։ Название Всемирной компьютерной сети. Ոստան ռուսերեն, ոստան, այստեղ ինչ որ մի բան չի։ Ժողովուրդ ինձ ջուր է պետք։ Apple։ Կամպյուտեր։ Համակարգչային ցանց։ Վերջ։ Ժամանակը ավարտվեց եւ հիմա դուք կարող եք պատասխանել հարցին։ Իհարկե պատասխանը արդեն համարում ենք ոչ ճիշտ, որովհետեւ ժամանակը արդեն լրացել է եւ դուք չպատասխանեցիք հարցին։ Բայց այնուամենայնիվ, եթե պատասխանեիք, ինչ կասեիք։ Google եմ ասում, հա? Իսկ դու Yahoo։ Ախր դուք ասեցիք ճիշտ պատասխանը ընթացքում։ Ոչ, դու ասացիր ինտերնետ։ Ինտերնետ։ Դու ասացիր ինտերնետ։ Ցանցը համաշխարհային։ Ցանցը Հենց դա է ինտերնետը, դա շատ տրամաբանական հարց է։ Նա դու ասես ինտերնետ ասին ես։ Ամեն դեպքում ասացիք դուք ճիշտ պատասխանը, բայց ուշացումով։ Այո։ Այնուամենայնիվ չհնչեցրեցիք այդ պատասխանը։ Դուք դեռ ունեք հնարավորություն այս հեռախոսը շահելու եւ հիմա առաջին փուլի երրորդ հարցը։ Ըստ ավանդույթի քանի կյանք ունի կատուն։ Ես կատուներին չեմ Ես չեմ հասկանում։ Ըստ ավանդույթի կատուն չուս։ Բայց չշահեցինք հաստատ։ Խոսացեք, Ես կատուների մասին ոչինչ չեմ կարող Ես էլ չեմ սիրում իրանց, ես շան եմ սիրում։ 4 Դուք դեռ ունեք 5 վայրկյան։ 2 3 0 Վերջ։ Ժամանակը ավարտվեց եւ պատասխան։ Չգիտեմ ես Авандуйте, сколько жизней у кошки? 4 2 Օրինակ ինչի համար 4 կամ 2։ Չգիտեմ հենց ինտուիցիայով եմ պատասխան։ Ուզում եմ մտածեմ ինչու համար էր կատվին քանի կյանք տրվում։ Դե եթե համարենք, որ ասում են կատուն թաշկինակ է Բայց մեկ։ Ну, они что фильм կա։ Բա մոռացա։ Որ ֆիլմն է, ասեք հիշեմ էլի։ Ոստան ասա։ Ասեք։ 9 жизней. Девять жизней հակոս։ Եվ հետեւաբար պատասխանը որը պետք է լիներ 9։ 9 կյանք։ Գնա, դու չես մնամ 9 կյանք եւ այո։ Դուք այլևս չունեք տան հեռախոս։ Ոստան, մնացածը մոռացեք։
Եվ այսպես անցնում ենք երկրորդ փուլին։ Երկրորդ փուլի կանոններն են 4 հարց, որոնցից պետք է ճիշտ պատասխանեք 3-ին։ Երկրորդ փուլից սկսած դուք ունեք հնարավորություն օգտվելու օգնություններից։ Օրինակի համար, դուք կարող եք զանգահարել ինչ-որ մեկին։ Երկրորդ հնարավորությունը դուք կարող եք այցելել ձեր հարևանի տուն։ Եվ երրորդ հնարավորությունը դա հարցի փոխելն է։ Դուք կարող եք փոխել հարցը։ Իսկ որ փոխում եք ինչ եք, ինչ վնաս եք կրում։ Որ փոխում եք, այլևս այդ հնարավորությունից չեք օգտվում։ Լավ։ Բարձր։ Սկսեցինք։ Սկսեցինք։ Իսկ ինչ ենք խաղարկում։ Մենք խաղարկում ենք խոհանոցային կոմբայն։ No, DVD։ Չէ, կոմբայն։ Խոհանոցային կոմբայն։ Գնանք տեսնենք, հա։ Գնացինք։ Մաման բայց ոնց չի ուզում։ Որովհետև դա իրան օգնում է որպեսզի կտկտի մանրացնի տարբեր տեսակի բանջարեղեն, Հա, ցույց տվեք, աշխատում է ամենակարևորը, ահա։ Տա։ Իհարկե կարող ես անջատել, ոստան։ Թող ոստանը կվերցնի։ Ահա, ոստան։ Եվ հիմա մենք կտեսնենք այն իրը, որը մենք առաջարկում ենք ձեզ ձեր կոմբայնի փոխարեն։ Այո։ Լավն է, հա, իրոք լավն է։ Ահա։ Կարևորը մեկի մոտ պատասխանել։ Բացենք, ավելի արագ տեսնենք տեսնել ինչ է։ Հն, եւ ավելի նոր, ավելի լավ, ավելի գեղեցիկ, մոդեռն։ Ինչ կասեք, համաձայն եք։ Մայքրոդոգլասի ձայնի համար համաձայն եք։ Գնացինք երկրորդ փուլ, 4 հարց, որոնցից պետք է պատասխանեք 3-ին։ Ճիշտ պետք է պատասխանեք 3-ին։ Եվ այսպես առաջին հարցը երկրորդ փուլի համար։ Որտեղ են գտնվում մորեխի լսողական օրգանները։ Ժամանակ։ Մորեխի լսողական Զանգենք ընկերոջ։ Ոչի վրա ոչ։ ոչի վրա, մենջեջերի կողմնա, ոտքերի, Դուք դեռ ունեք ժամանակ։ Կարծիքով ոչի վրա։ իմ կարծիքով ոտքերն է։ Հա, հետո որ իրան ինքը պոչը թողնում գնում է։ Չէ, դա ոչը մողեսն է թողնում։ Բայց ոչի Ես եմ պատասխանելու։ Ժամանակ եւ վերջ։ Ես եմ համաձայնել մեծ կին եմ։ Գնացինք, պատասխան ոտքերի։ Ոտքերի, հա։ Ես մասն է, ես մասը։ Այո, ճիշտ պատասխան ոտքերի վրա։ Շարունակում ենք, երկրորդ հարց։ Երկրորդ հարց։ Հարցերեք պատրաստ։ Շատ հեշտ։ Ով է մեր մանկության տանգոն ֆիլմի ռեժիսորը։ Այ, բաննա։ Ամոթավոր չպատասխանել, Մկրտչյանը չի, Մարբետ Մկրտչյանները թե։ Դե կա 15 վայրկյան, 16, 17։ Դուք չունեք, դու ռեժիսոր ես, դե ասա։ Ապագա ռեժիսոր։ Ալբերտ Մկրտչյան։ Դե քննարկեք, եթե կարող Հնարվում ենք և Ժամանակ։ Եվս մեկ անգամ ասում եմ հարցը։ Ալբերտ Մկրտչյան։ Ով է մեր մանկության տանգոն ֆիլմի ռեժիսորը։ Ալբերտ Մկրտչյան։ Այո։ Ճիշտ պատասխան, դուք ունեք երկրորդ ճիշտ պատասխանը եւ դա նշանակում է, եթե եւս մեկ հարցի դուք ճիշտ պատասխանեցիք, վերականգնվում է։ Ոչ։ Եվս մեկ հարց եւ այն ձերը կլինի։ Ում խոսքերն են սրանք։ Թույլ մարդիկ սպասում են հարմար առիթի, ուժեղները այն ստեղծում են։ Ժամանակ մինչև տալը ես առաջարկում եմ ձեզ 4 պատասխան, որոնցից մեկը ճիշտ է։ 4 տարբերակ։ Մաքսիմ Գորկի, Մարկես, Բայրոն, Լարոշֆուկով։ Ժամանակ։ Ես պետք է ասել։ Մի հատ հերթականություն ասա էլի։ Մաքսիմ Գորկի, Մարկես, Մարկես, Բայրոն, Լարոշֆուկով։ ստեղծում են Գորկի։ Դե Լարոշֆուկով։ Գորկին, հա։
Դուք կարող եք խոսել եւ բարձրաձայն, որովհետեւ դուք ունեք ընդամենը չունեք այլևս ժամանակ եւ եւս մեկ անգամ ում խոսքերն են սրանք թույլ մարդիկ սպասում են հարմար առիթի ուժեղները այն ստեղծում են պատասխան Ասում ես դու Չէ, ես երեքով։ Դու ասա լավ։ Չէ, մեկը գիտեք սխալ։ պատասխան 3-4 Բայրը։ Ես կասեի բայրոն։ Այրան ես կասեի Մաքսիմ Գորկի ես կասեի Մաքսիմ Գորկի իսկ ես կասեի Մաքսիմ Գորկի Դուք ունեք եւս մեկ հարց եւ ամեն ինչ դեռ կորած չէ, կա եւս մեկ հարց եւ այն դեռ կարող է լինել ձերը։ Մուլտֆիլմերից ո՞նց եք։ Նայած։ Ես չկա Վինի Պուխ։ Идем мы спить. Ես ամերիկյաններից եմ Եվ այսպես հարցը։ Վինի Թուխը ում էր հավատացնում, որ ինքը ամպ է եւ ոչ թե արջ։ Точка, я вообще не Մեծ ում էր հարցնում Ես պետք է զանգեմ։ Ում էր հավատացնում։ Պետաչոկին Դուք օգտվում եք օգնության հնարավորությունից, թե ինչպես։ Մի վայրկյան կարող ենք օգտվել։ Իհարկե կարող եք օգտվել օգնության հնարավորությունից։ Ոչ, ստոպ ենք տալիս եւ շարունակում ենք։ Ստոպ։ Եվ հիմա դուք ուզում եք օգտվել օգնության հնարավորությունից զանգ ընկերոջը։ Ոչ, я тучкան։ Զանգ ընկերոջը, ում եք ուզում զանգել։ Մենք զանգենք մեր ընկերներից մեկին։ Դուք կարող եք զանգել ձեր ընկերներից մեկին։ Դա քո ընկերներից է։ Ում էր ասում ես կգժվեմ Հիշեք։ Մի վայրկյան։ Բարձրախոսը միացրեք, խնդրում եմ մինչև դա բարձրախոսը միացրեք։ Ասեք թե ինչ հաղորդում է սա։ Էման ամաբանը ում էր Վինի Պուխը ասում я тучка я вот ում էր այդ հարցի կարող ես պատասխան Ում էր Վինի Պուխը ում էր ասում я հավատում էր հավատացնում որ ինքը ամպ է Ժամանակ Շուտ ժամանակն է Մեր ճիշտ է փչուլը հա մեղուների հա խաղեր կասեք բարձրացրեք Եվ այսպես պատասխան Ես հիշեցի։ Որպեսի չծակեն։ հա որ Անդրևը գա Պատասխան Մեղուների։ Մեղուներին այո Ճիշտ պատասխան եւ այս կոմբայնը ձերն է։ Բրավո։ ես ուրախանում եմ ինչի համար որովհետեւ նախ կոմբայնը մեզ է մնում մյուս կոմբայնը գնում է բարեկեցություն երրորդը մեր ընկերը մեզ օգնեց շնորհակալ եմ իրեն Ահա։ Սա իրանն է դիտել։ Ես կարծում եմ որ կարող եք հրավիրել նրան ձեր տուն եւ ինչ-որ բան պատրաստել։ շատ բաներ բաներ Ահա։ Սա մնում է ձեզ, իսկ դուք պատրաստ եք անցնել երրորդ փուլին, որտեղ կլինի 5 հարց, 5 հարց, որոնցից ճիշտ պետք է պատասխանեք 4-ին, եւ դուք ունեք դեռ 2 օգնության հնարավորություն։ Դա այցելել ձեր հարևանի տուն եւ երկրորդը փոխել հարցը։ Okay Փոխել հարցը ավելի հեշտով։ Եվ ինչ ենք խաղարկում։ Օրինակ այս հեռուստացույցը։ No DVD ավելի լավ DVD։ Այո, երևի DVD player։ Որտեղ է DVD player-ը։ Գնանք, տեսնենք։ Ոստան, կգաս մեզ հետ։ Ոստան, տար այս DVD player-ը։ Եվ խնդրում եմ բեժնորը։ Եվ ահա, ես ասեմ, որ սա Blu-ray, տղա ջան, Blu-ray player է, այսինքն շատ ավելի ժամանակակից եւ շատ ավելի թանկ։ Այո, 3D հնարավորություն ունի այս։ Կարող ենք բացել սա։ Բայց ոչ մեկ չհաղթեք ոնց եք տանելու համուզեցնորից
Okay, շատ շնորհակալ եմ, մեծ Շատ շնորհակալ ենք, սա մեզ, դե գնացեք։ Այո, դե կարող եք գնալ։ Որպեսզի այն լինի ձերը, դուք պետք է պատասխանեք 5 հարցից 4-ին։ Ճիշտ պետք է պատասխանեք 5-ից 4-ին։ Եվ այսպես։ Որն է գինեգործության աստվածը հին հունական դիցաբանությունում ժամանակ։ Դրանից։ Ես գիտեմ դրանիցն է։ Հա, ինձ թվում է ես պետք է այդ հարցին վստահ եմ ամեն։ Վինը Դու ես։ հա, մի փաղուգան դրանից։ Եվ ուզում եք պատասխանել հարցին։ Ուզում եմ շուտ իմանալ։ Գնացինք, պատասխան Դրանից։ Դիոնիսոս ուզում եք ասել։ Ճիշտ պատասխանն է Դիոնիսոս։ Այո, Դիոնիսոս։ Այո, դա եմ ասում, ճիշտ պատասխան։ Հաջորդ հարցը։ Երկրորդ հարցը, որին ես հուսով եմ դուք անպայման կպատասխանեք ճիշտ։ Գնացինք։ Որ ջերմաստիճանում է եռում ջուրը լեռներում։ 100-ից ցածր, թե 100-ից վերև։ Ժամանակ։ Բարձր, սարերում, Սարերում բարձր, սուրտ է։ սուրտ է։ Եղալ 100, Հարից ներքև։ ներքև, Այո։ դե լավ, նաջում Հարից պատասխանում։ Եվ պետք է հասկանանք Վերջ։ քննարկման ենթակա չէ, դուք ուզում եք պատասխանել։ Չէ։ Չեմ զանգում, չեմ զանգել։ 25, 26, Չէ, հաստատ 100-ից ներքև։ Լերներ։ վերջ։ 30 վայրկյանն ավարտված է եւ ես եւս մեկ անգամ կրկնում եմ հարցը, խնդրում եմ ուշադիր լսեք։ Որ ջերմաստիճանում է եռում ջուրը լեռներում 100-ից բարձր, թե 100-ից ցածր։ Պատասխան 100-ից ներքև։ 100-ից ցածր։ Այո։ Ճիշտ պատասխան։ Ապրի Նաջոլը, տեսակ։ Իսկական Սարգսյանը։ Դուք արդեն ճիշտ պատասխանել եք 2 հարցի, ձեզ մնում է պատասխանել եւս 2 հարցի եւ վերջ։ Այո, եւս 2 հուշում, այսինքն օգնության հնարավորություն, որը դուք դեռ կարող եք օգտագործել։ Շատ է, գնացինք։ Կաշատեք չօգտագործել։ Այո, Տեսնենք։ Ինչպես է կոչվում աֆրիկյան խոշոր գիշատիչների որսը։ Ժամանակ։ հա, եկեք փոքր։ Փոխենք ավելի հեշտ։ Խոշոր գիշատիչների որսը, Որսը։ որսը։ Դուք դեռ ունեք ժամանակ, կարող եք վերջին վայրկյաններին որոշել օգտվել օգնության հնարավորությունից։ Ստոպ։ Եվ մենք, ես ասեմ ճիշտ պատասխան, իհարկե Սաֆարի։ Վայ, կգժվեմ ես։ Սաֆարի։ Ճիշտ է։ Ինձ թվում է Էմիլ, դուք սիրեք, չսիրեք ճանապարհորդել, բայց այնուամենայնիվ դուք շատ եք ճանապարհորդում եւ այս հարցին դուք առավելապես պետք է շատ հեշտ պատասխանեք։ Այն հարցին, որը մենք հիմա փոխելու ենք։ Եվ այսպես օգտվում եք օգնության հնարավորությունից եւ փոխում ենք հարցը։ Այո, փոխենք ավելի հեշտ հարց։ Փոխում ենք ավելի հեշտ հարցի։ Ինքնաթիռում որ կարգի նստատեղերն են համարվում ամենահարմարը։ Ժամանակ։ Խոստ։ Ոչ, այնտեղ չի գնում։ Առաջին նստարանները։ Դիմաց։ Ոնց է Որոնք դիմաց ինչն է դարձել։ Ինքնաթիռում որ կարգի նստատեղերն են համարվում, կոչվում ամենահարմարը։ Հարմարը թե անվտանգը, հարմարը։ Ուրեմն եթե հարմարն է առաջինը։ Բիզնես կլաս։ Եթե անվտանգն է, ասում են կոչը։ Ուրեմն հարմարը առաջինն է։ անվտանգ բան չկա այլ։ 28, 29, վերջ։ Առաջինը։ Եվ այսպես պատասխանում եք Առաջին։ Չէ, բիզնես Նո կլաս։ առաջինն է, երեխեք ջան բիզնեսը, հա։ Առաջինն է։ պատասխանում եք Առաջին։ Բիզնես կլաս։ Նա դու առաջին։ դրանք տարբեր են, ես վերջին անգամ եմ հարցում դες, պատասխան։ Երեխեք, առաջի կարգեր։ Վերջ, պատասխանն ընդունված է եւ ճիշտ պատասխանն է դա առաջին կարգ։ First class։ Այո, անգլերեն կարող ենք ասել first class։ Տեսակ։ Տեսակ։ Էս երրորդն է։ Այո, սա երրորդ ճիշտ պատասխանն էր։ Անվտանգը խոսքն է, որը ես չեմ սիրում։ Եվ այսպես վերջին հարցը, որին եթե դուք ճիշտ պատասխանեցիք, կստանաք այն։ Անապատի սպիտակ արևը ֆիլմում Պետրուխան ում էր խնդրում բացել երեսը։ Ժամանակ գնաց։
Белое солнце после Գյուրջիտայներն է, չէ՞։ Ես կարող եմ ասել արդեն Գյուրջիտայ։ Դուք չգիտեք, չեք նայել, Белое солнце շատ լավ։ Պատասխանում եք հարցին։ Այո, Ստոպ, եւ պատասխանն եմ Գյուրջիտայ։ լավ եք հիշում այդ Այո, ֆիլմը։ Գյուրջիտայ։ Վստահ եք։ Այո։ Տեսեք։ Բաժան ու դաչը։ Իհարկե, եւ եւս մեկ անգամ իհարկե Գյուրջիտային։ Նրանց հակը դիտել։ Հիմա այն ձերն է եւ դուք կարող եք դրանով դիտել ֆիլմեր, կարող եք չդիտել ֆիլմեր, կարող եք ընդհանրապես նվիրել ինչ-որ մեկին։ Համբույր։ Ես կարծում եմ, որ այն ինչ արեցինք մենք այսօր ձեզ դուր եկավ, ինչ կասեք այդ մասին։ Ես առհասարակ ես ուրախանում եմ այսպիսի հաղորդումներ դիտելով։ Տես ոտքի կանգնած, դա շատ կարևոր բան է։ Ես հարգում եմ ձեր հաղորդումը։ Ես կարող եմ Եվ ի վերջո չէ, որ այս պահին 3 տարբեր սերունդի ներկայացուցիչներ են մասնակցում խաղին, դա նշանակում է Նադուրիկի ընկերներն են, Նայլուի ընկերները եւ մորս ընկերները։ 3 տարբեր սերունդի ներկայացուցիչներ մի քանի հարցով ավելի տեղեկացված կլինեն ձեր հաղորդման միջոցով։ մեծ սերունդն է տեղեկացված, փոքրներ, ոչինչ։ Ինձ թվում է, որ դուք շատ չեք տխրում, որ կորցրեցիք տան ձեր հեռախոսը, որովհետև դուք դրա փոխարեն հիմա ունեք շատ ավելի մեծ նվերներ, ինչ կասեք այդ մասին։ Մենք պայքարում ենք մեծերի համար։ Հասկանալի։ Շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եւ նվերների համար եւ ձեր հեռուստաալիքին նման հաղորդման համար։ Եվ կարող եք եւս մեկ անգամ էլ գալ։ Նորից գանք։ Այդ ժամանակ մենք արդեն մեքենա կխաղարկենք։ Այդ ժամանակ մենք պետք է պատրաստ լինենք այդ մեքենան փոխարինելու, իսկ դա չի բացառվում, որ մեզ մոտ մի օր կլինի։ Շնորհակալություն ձեզ, որ թույլ տվեցիք մեզ գալ ձեր տուն եւ խաղալ այս հրաշալի խաղը, որը կոչվում է Բարտեր։ Այո, Բարտեր, խաղ, որը հնարավորություն տվեց առանց տանից դուրս գալու եւ առանց գումար ծախսելու, փոխարինել իրենց տան օգտագործված կենցաղային տեխնիկան նորով